Շարունակենք մեր ծանոթությունները Photoshop ծրագրի լողող պանելների հետ և խոսենք այսօր Color, Swatch և Style պանելների մասին։ Color. Եթե ունենք որևէ հատված, որը մեր մոտ նշված է, ապա մենք կարող ենք այդ հատվածը ներկել որևէ ընտրված գույնով։ Այս դաշտում դուք տեսնում եք երկու հիմնական գույները, որոնք նշանակում են առաջինը Set Foreground Color, լիցքի գույնը, ընտրված հատվածի լիցքի գույնը և Set Background Color, դա ֆոնի գույնը, այսինքն մեր թղթի գույնը։ Սա նշանակում է, որ եթե մենք վերցնենք համապատասխան գործիքը, որը կոչվում է Find Bucket Tool, որ նախատեսված է լիցքերի համար, և ընտրենք որևէ գույն Foreground Color-ից, ասենք բացվում է պատուհան, որտեղից կարող է ընտրել ցանկացած գույն, ապա այս գույնը երևում է նաև Color պանելի վրա, և դուք կարող եք լիցք անել ընտրված հատվածը կոնկրետ այս գույնով։ Եթե ընտրվի ներքևի գույնը, այսինքն եթե դուք ուզում եք ընտրեք թղթի գույնը, ձեր մոտ այդ պահին կլինի այդ թղթի գույնը, եթե դուք ընտրեք նոր ֆայլ, բայց տվյալ ֆայլում արդեն ձեր թղթի գույնը որոշված է թափանցիկ։ Եթե դուք ունեք որևէ գույն թվային կոորդինատներով, կլինի դա RGB մոդելով կամ Ceramic մոդելով, ապա դուք կարող եք այստեղ մուտք անել կոորդինատաները և ստանալ տվյալ գույնի նոր տարբերակ։ Տեսեք, ես մուտք եմ անում որոշակի թվեր, ստանում եմ որևէ գույն, որ գույնի մասին է գնում խոսքը, տեսեք թվերը 10, 20, 40 և 0։ Եվ այդ պարագայում իմ մոտ թղթի գույնն է սա ընտրված, եթե ես ուզում եմ, որ լիցքի գույնս լինի, այսինքն ես կարողանամ ներկել այդ հատվածը հենց այս գույնով, ես կարող եմ այս երկու գլխանի սլայդի օգնությամբ փոխել գույների տեղերը և արդեն լցել կոնկրետ մեր նոր ստացված գույները։ Այսինքն Color պանելի վրա դուք կարողանում եք կամ ընտրել որոշակի գույն ցանկացած պալիտրայով, միաժամանակ տեսնելով նրա կոորդինատաները, կամ եթե ձեզ պետք է մուքագրել կոորդինատա որևէ գույնային մոդելների մեջ, ապա միանգամից այս դաշտերի օգնությամբ մուտքագրում եք այս գույները և կարողանում եք ստանալ ձեր ցանկացած գույնը։ Եթե դուք ուզում եք աշխատեք որևէ ստանդարտ գույների որևէ մեկի հետ, կարող եք բացել, եկեք տեսել էկրանում, որ կարողանաք աշխատեք ամբողջ դաշտի հետ, դուք կարող եք բացել Swatch պալիտրան, ընտրել որևէ գույն, տվյալ պահին, եթե դուք դարձնում եք ուշադրություն, ձեր ընթացիկ գույնը դառնում է այն գույնը, որ դուք ընտրել եք, և ընտրելով օրինակ թեփուց բրձինը, դուք կարող եք արդեն աշխատել տվյալ գույնով։ Տվյալ Swatch պալիտրայի վրա միաժամանակ կարող են երևալ մի քանի պալիտրաներ, տվյալ պահին երևում է մեր մոտ ընտրված Ceramic կամ RGB մոդելը, բայց դուք կարող եք ավելացնել որևէ պալիտրա, օրինակ եկեք փորձենք ավելացնել պաստել գույների պալիտրան, որը կոչվում է Pastel Coated, բացվում է պատուհան, որտեղից պետք է սեղմել Append, որը նշանակում է չկորցնելով նախկին գույները ավելացնել նորը, և եթե դուք տեսնում եք ձեր պալիտրային չկորցնելով նախկին գույները ավելացան նոր շատ հետաքրքիր գույներ և դուք կարող եք արդեն աշխատել համապատասխան այս գույնով։ Եթե ձեզ պետք է վերականգնել նորից բոլոր գույները սկզբնական վիճակում, այսինքն դուք սեղմում եք Reset Swatch և այս բացվող պատուհանի մեջ արդեն սեղմում եք OK, որը նշանակում է, որ վերականգնել գույները մինչև սկզբնականը։ Ձեր մոտ կբացվեն կոնկրետ մնակային գույները, որոնք նախատեսված էին հենց սկզբից։ Եվ Style պանելի վրա դուք կարող եք տեսնել որոշակի ձևեր, որը կարող է ստանալ ձեր շերտը։ Կան որոշակի ստանդարտներ, հիմնականում այս ստանդարտները աշխատում են կոնտուրների համար կամ հատուկ շերտերի համար, որոնց մասին մենք կանցնենք հաջորդ դասերի ընթացքում։ Ստայլերը իհարկե սահմանափակված չեն, դուք կարող եք կոնտեքստային մենյու օգնությամբ, այս նշանը կոչվում է կոնտեքստային մենյու, կոնտեքստային մենյուի օգնությամբ ավելացնել որևէ ձև, օրինակ Glass Button, էլի սեղմում եք Append, որ ավելանա եղածին, և այդ տենց ավելացնելով մի քանի ձևեր, օրինակ Text Effect-ներ, դուք կարող եք բացել շատ հետաքրքիր տարբերակներ և աշխատել արդեն նմանատիպ ձևերով։ Ձևերը կարող են լինել նաև ձեր սեփականը, մենք կանցնենք ձևերի հատկությունները, երբ որ
անցնենք շերտերը, կանցնենք նաև շերտերի ձևերի հատկությունները և կաշխատենք ստեղծել նոր ձևեր ինքներս։